Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական, թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Վարչապետ Փաշինյանը ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան եւ կարևորել Հայաստանի եւ Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը էապես նպաստում են նաև նման փոխայցելությունները եւ բարձրաստիճան ակտիվ շփումները։ Վարչապետը կարևորել է երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համատեղ ծրագրերը, մասնավորապես հանցավորության, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև ներքին անվտանգության մակարդակի ել ավելի բարձրացման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ու տարբեր ուղղություններով հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ևս ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպան Մարագոսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը եւ անդամ պետություններին, ընտրությունների առթիվ հնչեցված գնահատականների եւ շնորհավորանքների համար։ Վարչապետը ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին եւ բարեփոխումների օրակարգի առաջմահմանը Եվրոպական միության աջակցության կարեւորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության եւ խաղաղության օրակարգի շուրջ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կժամանի Իրանի Իսլամական Հանրապետություն մասնակցելու հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հողարկավորությանը։ Այս մասին հայտնում է իրանական մեհր գործակալությունը հավելելով, որ Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին եւ 5-ին Թեհրանում, իսկ հողարկավորության արարողությունը հուլիսի 6-ին կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հողարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։ Ալի Խամենեին սպանվել էր 2026 թվականի փետրվարի 28-ին Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված առաջին հարվածների ժամանակ։ Սիսիան համայնքին տիրապետմանն է վերադարձվել մայիսի 28 զբոսայգում գտնվող 0.13 հեկտար մակերեսով հողամասը։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2.383.000 դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը, շրջել ակադեմիայի տարածքում։ Այցի մասին Պապիկյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, կից հրապարակելով նաև տեսանյութ։ Պարոն նախարար, ռազմական ակադեմիայի ճաշարանի հանդիսավոր բացման արարողությանը պատրաստ ենք։ Ողջույն ձեզ։ Ողջույն, պարոն նախարար։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա եւ մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախարար Պապիկյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված եւ նորագույն տեխնոլոգիաներով համալրված ճաշարանում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին եւ ընձեռած հնարավորություններին։ Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաեւ սննդի մատուցման գործընթացին։ Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով։ Կուրսանտների հետ զրույցում նախարարը հարցեր է ուղղել նաև պետության կողմից տրամադրվող հիփոթեկային վարկավորման ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորությունների վերաբերյալ, առանձնահատուկ ընդգծելով, որ ծրագրի իրականացման ընթացքում ծագող ցանկացած խնդիր պետք է բարձրաձայնվի եւ քննարկվի։ Այնուհետև նախարարը շարունակել է շրջայցն ակադեմիայի տարածքում ծանոթացել գրադարանակումբի, թանգարանի եւ հյուրերի ընդունման համար նախատեսված սրահի շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգևատրելու մասին։ Որոշման համաձայն պետական պահպանության ծառայության կառավարման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ եւ բարեխղճորեն կատարելու համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշանվերով։ Բացի այդ, մի շարք ծառայողներ արժանացել են նաեւ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրին։ Սահմանադրական դատարանում ընթանում է 2026 թվականի հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի քննությունը։ Նիստը փակ ընթացակարգով է։ Փակ նիստի ավարտից հետո նիստերը դարձյալ կլինեն հրապարակային, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Տեղեկացնում են Սահմանադրական դատարանից։ Սահմանադրական դատարանում ընթանում է Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։ Դիմումներ են ներկայացրել 7 քաղաքական ուժեր, իսկ գործը քննվում է միավորված ընթացակարգով։ Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել է հունիսի 26-ից։ Ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա կայուն մեծամասնություն եւ կկարողանա ձևավորել կառավարություն, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները։ Քաղաքացիական պայմանագիրը նոր ձևավորվող խորհրդարանում կունենա 64, Ուժեղ Հայաստան դաշինքը 29, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Այլ թեմաների մասին։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի 1-ից մինչև օրս բժշկական ծառայություններից օգտվել է 842,750 քաղաքացի, մատուցվել է 8,399,491 ծառայություն, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականը կազմել է 97,4 միլիարդ դրամ։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով հունվարի 1-ից գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլը անցել է սահուն եւ ներկայում համակարգի շահառուների թիվը հասել է շուրջ 1,700,000-ի։ Հունվարի 1-ից գործարկված հիմնադրամը եւ աշխատանքները, համակարգը ըստ էության կարող ենք ասել, որ առաջին ներդրման փուլը ինչ որ առումով անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1,5 միլիոն անձի ապահովագրություն եւ գիտեք, որ առողջության ապահովագրությունը ի տարբերություն սոցիալական ապահովագրության, հենց որ մտնում է ուժի մեջ, արդեն իսկ սկսում են ծառայություններից օգտվել անձինք եւ սա շատ կարեւոր տարբերություն է։ Մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է եւ արդեն շուրջ 1,700,000 հոգի է։ Այս 1,700,000 հոգուց ուրեմն ծառայություններից օգտվել է 842,750 անձ։ Սա բավական մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե կանխարգելիչ, թե սկրինինգայի եւ թե ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու բժշկական
ուրեմն ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել։ Մատուցված ծառայությունների թիվը 8.399.491 է։ Ուզում եմ այստեղ չշփոթենք, անձանց թիվը 842.750 է, ծառայությունների թիվը 8.399.491։ Հասկանում ենք, որ մեկ անձը կարող է մի քանի ծառայություններից օգտված լինի։ Ընդհանուր կատարողականը սա եւս որոշակի ճշգրտման դեռ տեղ ունի, ես ձեզ տալիս եմ այս օրվա դրությամբ մեր տվյալները, ամիսը կամփոփվի, որոշակի կատարողականի ճշտումներ կունենանք, 97.4 միլիարդ դրամի կատարողական ենք ունեցել։ Միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ համակարգի ներդրման առաջին ամիսներին բուժաշխատողների համար նոր կարգը որոշակիորեն անսովոր էր և ժամանակ էր պահանջվել, որպեսզի նրանք ամբողջությամբ հարմարվեին ապահովագրական համակարգի պահանջներին և պատշաճ կերպով գրանցեին ու մատուցեին ծառայությունները։ Սակայն այժմ ունենք մասնագետներ, որոնք 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում։ Առաջին երկու ամիսներին որոշակի աշխատելավոճի նոր այս համակարգը անսովոր էր թե բուժաշխատողների համար և ժամանակ պահանջվեց, որ նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները և այս պահին մենք աշխատավարձերի մասով ըստ էության բավարար ավելացումներ ունենք։ Արդյոք սա մեր երազանքի չափն է, իհարկե ոչ, բայց տեսեք, միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-ից 40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Սա նշանակում է, որ բոլոր բժիշկներին է բարձրացել, սա նշանակում է մեծամասամբ բոլորինը բարձրացել է, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից և պարտքերը վճարում են, որպեսզի արդեն առողջացած կարողանան բավարար հավելյալ գումարներ վճարել իրենց ուրեմն մասնագետներին։ Ես ասեմ, որ սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին, այլ նաև միջին բուժանձնակազմին։ Այստեղ հարց ունենք, որ մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։ Բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում և որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ։ Կամ եթե աշխատում է 3 ժամ օրինակ, այո, նրա աշխատավարձը ըստ էության չի կարող երևի թե բավարարել։ Բայց մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է։ Մեր ակնաբուժների, նյարդաբանների և էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է, ինչը հենց մեր նպատակն է եղել։ Այո, դիմելիության հաշվին, նրա հաշվին, որ նախկինում, օրինակ, նյարդաբանը կսպասարկեր 1 հոգու թե 1000 հոգու, ստանում էր բանով իրեն կցագրված անձանց հաշվարկով, միջին հաշվարկային աշխատավարձ, ասենք, չգիտեմ, 200,000 դրամ, կչարչարվեր, թե ոչինչ չեր անի, դրանից իր աշխատավարձը ըստ էության չէր փոխվի, բայց հիմա նյարդաբանը ելնելով նաև իր մասնագիտական որակավորումներից և երբ որ մարդիկ գնում են իր մոտ խորհրդատվության, ասում եմ, հնարավորություն ունի կրկնապատկելու, անգամներով ավելացնելու, ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում։ Եվ շարունակելով թեման, Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ընթացքում նշեց նաև, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցի առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային նախարարական համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով, քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Մարդիսալու Կահարը։ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փորձի փոխանակումը, խորացնելու մասնագիտական համագործակցությունը և համատեղ ջանքեր գործադրելու դատախազական համակարգերի զարգացման, միջազգային իրավական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, կիբերհանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդունել է նաև աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք համաժողովին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լատվիայի միջև քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցությանը։ Նշվել է, որ երկու երկրների միջև գործող միջազգային իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել փոխադարձ իրավական օգնության հարցումները, ինչի մասին վկայում են նաև վերջին տարիների համագործակցության վիճակագրական տվյալները։ Հայաստանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհանես Ֆոլկմանի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ազգային ժողովից հայտնում են, որ հյուրերը ծաղկեպսակ են դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Գանք Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Երևանի և բրիտանական քաղաքների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավորություններին, տեղական ինքնակառավարման մակարդակում։ Դեսպանին ներկայացնելով քաղաքի զարգացմանն ուղղված կարևոր ծրագրերը և ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր նախագծերը, քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների և կայուն ներդրումների համար։ Կարևորվել է նաև փորձի փոխանակումը ենթակառուցվածքների զարգացման, քաղաքային նախագծման և հանրային տարածքների բարելավման և թվային փոխակերպման ոլորտներում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այսօր հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատավորների բյուրոյի տնօրեն Օլիվեր Ռոբկեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում եռակողմ սոցիալական գործընկերության զարգացման ընթացքը, սոցիալական երկխոսության ամրապնդմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև արհմիությունների մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Նախարար Արսեն Թորոսյանը կարևորել է ԱՄԿ-ի հետ շարունակական համագործակցությունը, ընդգծելով, որ սոցիալական երկխոսության զարգացումը և աշխատանքի ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը նախարարության առաջնահերթություններից են։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ԱՄԿ-ի կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցության դերը, ինչպես նաև արհմիությունների կարևոր դերակատարությունը աշխատողների իրավունքների պաշտպանության և սոցիալական գործընկերության արդյունավետության հարցում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել պետական եկամուտների կոմիտեի օժանդակությամբ 2026 թվականի առաջին կիսամյակում համատեղ իրականացված աշխատանքների արդյունքներին։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ քայլերը
միտված վերլուծական ներուժի զարգացմանը եւ համագործակցության շրջանակի ընդլայնմանը։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Վրաստանը եւ Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Վրաստանի կառավարության տվյալներով հատուկ ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների զարգացմանը, առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնմանը եւ երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը։ Միջազգային այլ գլխագրերի ծանոթացեք տեսաշարով։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան Իսրայելի ղեկավարությանը կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի հարավի բուֆերային գոտուց, իսրայելական զինված ուժերի կողմից վերջերս իրականացված ռեյդից հետո։ Ըստ ՄԱԿ-ի խոսքը մոտավորապես 235 քառակուսի կիլոմետր տարածքից իսրայելական զորքերի դուրսբերման մասին է։ Ալ-Շարան նաև դատապարտել է իսրայելական ստորաբաժանումների վերջին գործողությունները այդ գոտում։ Հունիսի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է մի քանի զինված ահաբեկչի ոչնչացման մասին Սիրիայի հարավում գտնվող բուֆերային գոտում։ Իսրայելցի զինվորականների ռեյդը դիմադրության է արժանացել տեղի բնակիչների կողմից։ Աբդին քաղաքի բնակիչներն արգելափակել են ճանապարհները, մի քանիսը քարեր են նետել իսրայելական ուժերի ուղղությամբ։ Բախման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան, սակայն բնակիչները հեռացել են եւ հունիսի 29-ի դրությամբ դեռ չէին վերադարձել տուն, վախենալով իսրայելական ուժերի նոր ներխուժումներից։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ երկիրը չի գնա փոխզիջումների սահմաններին իր անվտանգության ապահովման հարցում։ Ուստի իսրայելական զինված ուժերը մտադիր են պահպանել վերահսկողությունը Լիբանանում, Սիրիայում եւ Գազայի հատվածում անվտանգության սեփական գոտիների նկատմամբ։ Պերուի նախկին առաջնորդ Ալբերտո Ֆուխիմորիի դուստրը Կեյկո Ֆուխիմորին փոքր առավելությամբ հաղթել է Պերուի նախագահական ընտրություններում։ Երկրի ընտրական հանձնաժողովի կողմից հունիսի 7-ին կայացած երկրորդ փուլի հազարավոր վիճարկելի քվեաթերթիկների երկարատև վերլուծությունից հետո ձայների հաշվարկը ցույց է տվել, որ պահպանողական ժողովրդական ուժ կուսակցությունը ներկայացնող Ֆուխիմորին ստացել է ընտրողների ձայների 50.14%, իսկ նրա հիմնական մրցակիցը ձախակողմյան միասին հանուն Պերուի կուսակցության ղեկավար Ռոբերտո Սանչեսը 49.87%։ Նրանց միջև տարբերությունը կազմել է 49641 ձայն։ Ֆուխիմորին պաշտոնը կստանձնի հուլիսի 28-ին 5 տարի ժամկետով եւ կդառնա 9-րդ անձը, որը զբաղեցրել է Պերուի նախագահի պաշտոնը վերջին 10 տարվա ընթացքում։ Նա իրեն հաստատել է որպես հանցավորության դեմ կոշտ պայքարող քաղաքական գործիչ, ինչը կարող է հուսադրող լինել հասարակական անվտանգության հարցերով մտահոգ պերուացիների համար։ Նոր Զելանդիան լրացուցիչ $3 միլիոն հումանիտար օգնություն կհատկացնի Ուկրաինային։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ Շնորհակալ եմ Նոր Զելանդիային եւ իմ գործընկեր Ուինսթոն Փիթերսին Ուկրաինայի հումանիտար կարիքների համար լրացուցիչ $3 միլիոն հատկացնելու մասին հայտարարելու համար։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում էր դաժան հարվածներ հասցնել խաղաղ բնակիչներին եւ կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին, մենք բարձր ենք գնահատում մեր ժողովրդի դիմակայունության գործում այս ներդրումը։ Մենք խորապես երախտապարտ ենք Նոր Զելանդիային, Ուկրաինայի եւ ուկրաինացի ժողովրդի հետ ցուցաբերած սկզբունքային համերաշխության համար, գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։ Ռուսաստանի վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում այլ երկրների հետ վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հավելել է, որ Կրեմլը չի բացահայտի, թե որ երկրների հետ է այդ հարցի շուրջ բանակցություններ անցկացնում։ Նա նաև հայտնել է, որ վառելիքի շուկայի կայունացման ուղղված միջոցառումները քննարկվում են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ։ Անցյալ շաբաթ հաղորդվել
նշվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից հետո Ռուսաստանը խնդրել է Ղազախստանին մատակարարել մոտ 50,000 տոննա AI-92 տեսակի բենզին։ Հունիսի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ, որի ժամանակ հանձնարարել է համակարգային միջոցառումներ ձեռնարկել վառելիքի շուկան կայունացնելու համար։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ վառելիքի ներմուծման հնարավորությունը նման միջոցառումներից մեկն է։ Նա նաև հայտնել է, որ իշխանությունները քննարկում են դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը։ Ռուսաստանի մի շարք շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են գործում։ Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 1719 մարդ։ Ռոդրիգեսը նշել է, որ ցնցումներն ազդել են առնվազն 22,619 մարդու վրա, որոնց թվում են նաև 5034 վիրավորները։ Նա հավելել է, որ վնասված առնվազն 855 շենքերից 189 ամբողջությամբ փլուզվել են։ Պաշտոնյան նշել է նաև, որ հունիսի 24-ին միմյանց 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել 609 հետցնցում։ Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության կա 44% հավանականություն, որ զոհերի վերջնական թիվը կարող է կազմել 10,000 կամ ավելի։ Շարունակենք թողարկումը։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ընդունել է Ասիական զարգացման բանկի և Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները և համատեղ իրականացվելիք նախագծերը։ Քննարկումների առանցքում են եղել նաև Սինգապուրի կոնվենցիայի վավերացմանն ուղղված Հայաստանի քայլերը։ Ակնկալվում է, որ շուտով մի շարք հայ հաշտարարներ կստանան միջազգային որակավորում։ Այս համագործակցությունը նոր հորիզոններ է բացում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար։ Հունիսի 29-ին Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները վտանգների կայուն զարգացման համար խորագրով բարձրաստիճան կլոր սեղան քննարկմանը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը կարևորել է շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքարը, որպես կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրագործման առանցքային բաղադրիչ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրել է նաև COP17-ի շրջանակներում և դրան ընդառաջ Հայաստանի նախագահության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվելիք միջոցառումները, ուղղված շրջակա միջավայրի և քրեական արդարադատության համայնքների միջև առավել սերտ համագործակցության խթանմանը։ Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգը հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կստեղծվի անհայտ կորած անձանց տվյալների բազա։ Քեթրին Բոմբերգն այդ մասին ասել է անհայտ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը համաժողովի ժամանակ։ Նրա խոսքով տվյալների բազան կարևոր նշանակություն կունենա պետական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, Ադրբեջանի կառավարության և անհայտ կորածների ընտանիքների միջև կապերի զարգացման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։ Չարենցավանում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավման լայնածավալ աշխատանքները։ Մի թաղամասում նոր ճանապարհ, մյուսում հիմնանորոգված մանկապարտեզ։ Չարենցավանում ընթացիկ սուբվենցիոն ծրագրերի բյուջեն գերազանցում է 820 միլիոն դրամը։ Մանրամասնում է տեսանյութը։ Չարենցավանի խորենացի ռուսով թաղամասերի գլխավոր ճանապարհը երթևեկի համար անհամեմատ դառնում է ավելի հարմար։ Առաջին անգամ Չարենցավանում եղել եմ մի 30-35 տարի առաջ։ Շատ տարբերություններ կա, մեծ փոփոխություններ։ Արդեն 2 տարի է Վարուժան Խաչատրյանի համար Չարենցավանը մշտական բնակության հասցե։ Տեղափոխվել է Երևանից ու 5-րդ հարկի իր տան պատշգամբից ամեն օր է հետևում քաղաքում տեղի ունեցող փոփոխություններին։ Ամիսուկես 2 ամսվա ընթացքում ամեն ինչը արվեց
բարեկարգվեց, նորոգվեց։ Գործն ավելի արագ կանեին, եթե եղանակային պայմանները թույլ տային։ Առատեղումներով պայմանավորված շինարարությունը կազմակերպում են որոշ դադարներով։ Վաքերը դնելուց հետո մի երկու լավ անձև եկավ, վաքերից քշել էր ահագին, նորից քանդել, թազա տեղադրել ենք։ Մոտ կիլոմետր 200 մետր ճանապարհահատվածը սուբվենցիայով է հիմնանորոգվում։ Կառավարությունն ու համայնքը գործը գլուխ բերելու համար համատեղ գրեթե 133 միլիոն դրամ են ներդրել։ Սուբվենցիոն գործիքից Չարենցավանը մյուս խոշոր համայնքների հետ համեմատ ավելի ուշ է սկսել օգտվել։ Առաջին ծրագրերը հավանություն են ստացել 2024-ին, 2025-ին արդեն նախագծերը մտել են իրականացման փուլ։ Փոքր ծրագրեր եղել է, բայց բավական երկար ժամանակ սուբվենցիոն ծրագրեր չենք ունեցել։ Այսինքն մեկնարկը կարելի ասել տրվել է մանկապարտեզներով, էլի։ 2025-ից միանգամից երկու մանկապարտեզ են սկսել նորոգել 693 միլիոն դրամ ընդհանուր բյուջեով։ Ամենամեծի Ծիծեռնակի նորոգված մասնաշենքն արդեն պատրաստ է, նույնիսկ նախարարությունից գույքն են ստացել։ Փոքրիկ չարենցավանցիներին ընդունելու նախապատրաստական վերջին աշխատանքներն էլ գրեթե ավարտում են։ Գույքն էլ է նոր, հարդարանքն էլ է նոր, ամեն ինչ նոր է, նորովի սկսելու ենք։ Մանկապարտեզների նորոգման դեպքում կառավարության ու համայնքի ներդրման համամասնությունը 70-30 է։ Չարենցավանը համայնքային կարիքներից ելնելով նոր ծրագրեր է առաջ բերել օրակարգ։ Երկու թաղամասերի գազաֆիկացման ծրագրով ենք դիմել եւ ստացել ենք դրական եզրակացությունը, այս պայն արդեն գտնվում ենք գնումների գործընթացի փուլի մեջ։ Ամբողջությամբ նորոգված լուսաբաց մանկապարտեզում էլ շինարարությունն ավարտված է, սպասում են գույքի, անմիջապես հետո արդեն երեխաներին։ Երեխեք նոր մեր մոդն են, մենք ուրախանում ենք։ Գրեթե 30 տարի Ալբերտ Իսրայելյանը երեխաներին ու աշխատակիցներին առաջին ընդունողն է, վերջին ճանապարհողը։ Նույնիսկ շինարարության ընթացքում է ամեն օր տարածքում եղել։ Ուզում եք ուզկայ, մոր արդենից տեսա էլ ասի չէ, մի քան բաներ վայելենք։ Մեծ ընդարձակ այս մանկապարտեզը նախկինում աշխատում էր ունեցած պոտենցիալի 15%-ով միայն։ Նորոգումից հետո արդեն կարող են 300-ից ավելի երեխայի ընդունել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձինք ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համագիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք եւ նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու։ Դեպքի առթիվ կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։ Մանրամասնում է տեսանյութը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձինք ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք եւ նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։ Ուրիշ երկրներ քո տունը փոխարկեմ Գերամ ջան։ Այդպես քիպ եկել է։ Գոթելով քարոք այդ խաբարարը ասեք գա։ Կարող եմ ամաչմա ներնաբար չեմ մտնում գեր։ Գիտեմ ես թափով փողա տալը։ 100%։ Այդ տասի գերա մեկա թափով միացրամ ես տաները տակ կսարկես։ Բալը մատալը։ Տաները տակ կսարկես ասած։ Դու Արբաթի ամենքապետն ես, չէ՞, Արման ջան, ինչպես մնալ։ Ինչպես։ Փոքր Արմատն է կոննալն։ Ես էլի չեմ վախում, բայց դարձել մենք մեզով էլի աշխատել ենք պետքի բիբիշկասը սխալի չկա։ Անունները մենակ, հեռախոսյանը մեզի մեջը ու կապտրի։ Պասպորտ դեպի արձելի քեշով աշխատավարձ ենք։ Հա, հովունա, տաշիրցինա։ Այդ տղեն ա ծաղը չափը իրա ձեռը։ Հա, Հա, հովունա, այսի տաշիրցինա։ Սի տաշիրի հետ ծամոյի վարն այն դրազն ոստե։ Բայց ինքը տաշիրցի է։ Հա, շտաբից հայտը։ Փողի թեման ասել ենք այն խոսանք։ Վեց հոգու անուն պետք է դերը, անշուշտ հազարով աշխատավոր պատվեր դրանց։ Ում դեն գախտը։ Քան նայ, ոչ ամեն մարդկային փոխանակ մի բան անում։ Ախպեր ռոջիկը աշխատավարձեր կտարես, քանի օրից կտամ օվանջան է։ Եվ կորազան ռոջիկ մարդը։ Ոպար չտա աստված սրանք ես ռուկն ես տան, թողում ենք եթանք խոպան։ Ախպերս, նե տաշոկրի լիքը թեմաներ կա աստե։
Բանը ջանը տամոտ բան չի, ամեն ընկերոջը բարը, աղբեր պետ է, վերջու հետ իմ խատր ես կան արել եմ գիրում, պետք է ձեն տան աղբեր, իմանակ ինչ է, կողքիցը, ինչ է ամը խիրոջիկ աղբեր, հետի եսի ոչ իրար ջեբիցը ոչ է, հետի ամոտ բան չի, բադու վազը մեզ։ Ես կարծեմ մետի վաղ բան։ Ես հիմա էսել էլ ասել եմ բերեն 50 ձայները բերեն նոտա մացրել։ Չավադանով փող եք բաշտի փող բերել։ Նայնուսիպայ։ Բիլիոն։ Աշխատավարձը տալու չէ։ Այդ մանուկ է գանացի։ Հա։ Երկու հարու բերեն, երկու չէ վերցը։ Ինչ է? Երկու չէ վերցը, իրուրան է։ Ես եկել եմ կոր։ Ոնց անենք բաղվա վրա մի հատ իսկոն ցուցակ դրկա հավքենք դրանք ինչ։ Արագորեն մի 30 հոգի տանք ունենք հայտարարություն։ Ախպեր ասում մարդ բերեք, եթե պատասխանատվություն գցեն վրեզ ես պետք է ցույց տամ ախպեր։ Ստեստը գյուղում է մեզ։ Ախպեր հա մի 25 հոգի կա։ Գյուղում պետք է 25 հոգի։ Հիմա ես քիչ ուրիշ հարց եմ տալի։ Հիմա ես որ 10-ով կանեմ ախպեր։ Կարամ 100 հոգի ճարեմ, կարամ 200 հոգի ճարեմ։ Թող իրանք իրար գնան։ 5 հոգին տեսել ենք ախպեր։ Հիմա իրանք իրար եկել են դալշ եթանք առաջ ախպեր։ Դուր 15 հոգի ես երկրորդ մեջ ճարել ենք, 50-ը ճարենք, 60-ը ճարենք։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևանում հունիսի 30-ից 3-ը, հուլիսի 1-ից 2-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հուլիսի 3-ից 5-ը առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում հունիսի 30-ի և հուլիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը 4-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից 3-ը, հուլիսի 1-ին, 3-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Այս թողարկման համար այսքանը, իսկ դուք բաց չթողնեք ապդեյթ վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։